Ողջույն բոլորիդ, բարի ուշ երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ։ Աստծո ձայնը հաղորդաշարը կարճ ուղիղ եթերով է դուրս գալիս այսօր հոկտեմբերի 27-ն է եւ լրացել է 26 տարի, ինչ Կտրիչ Ներսիսյանը զավթել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ուրեմն ովքեր որ միացել են կխնդրեմ ամիջապես սկսեն տարածել այսօրվա ուղիղ եթերը եւ սկսում ենք ուրեմն ինչպես միշտ աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, ըսգործս դերած մերոց ուղիղ արայ մեզ Տեր եւ զգործս դերած մերոց հաջողյա մեզ։ Փարքոր եւ որդվո եւ օգուին սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն, դուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Այսօր հոկտեմբերի 27-ին մենք հիշատակում ենք երկու ողբերգություն, որը տեղի ունեցավ Հայաստանում, մեկը ազգային ժողովի պատերից ներս, մյուսը Մայրավանքի պատերից ներս, Մայր տաճարում։ 26 տարի անցավ սիրելի ժողովուրդ, մենք չունենք ոչ այս կողմի, ինչ եղել է ազգային ժողովի պատերից ներս, բուն պատվիրատուներին, որ պատժեին, կանչեին պատասխանատվության մենք տեսնայինք այս մեր աչքերով ուրախանայինք։ Մյուսներ չունենք առայժմ, հուսով ենք որ կունենանք շատ մոտ օրերին, ուղղակի մեջ, որտեղ օրերը հաշված են Կտրիչ Ներսիսյանի, բայց այնուամենայնիվ 26 տարի անցավ, ինչ եղավ այս ողբերգությունը։ Այս երկու զուգահեռ ողբերգությունները ես ուզում եմ ընդգծել, որ շահկապված են մեկը մյուսի հետ։ Եթե չլիներ հոկտեմբերի 27-ի Կտրիչ Ներսիսյանի ընտրությունը, պարտադրաբար, որը տեղի է ունեցել լրիվ անառողջ մթնոլորտում, մենք շատ լավ հիշում ենք, ինչ պայմաններում են ընտրվել ազգային եկեղեցական ժողովի падգամավորները։ Ճնշումով, պարտադրանքով եւ կաշառքով։ Եվ այդ падգամավորները իհարկե հավատքից հեռու մարդիկ էին, որոնք ոչ մի կապ չունեին Մայր եկեղեցու հետ, բացարձակապես։ Նրանք սովորական մարդիկ էին, որոնք եկեղեցին գուցե մտնում են իրենց կյանքի մեջ կամ մտել են իրենց կյանքի մեջ ինչ որ մի առիթով լավագույն դեպքում, ասենք պսակ մկրտություն, թաղում, չգիտեմ, հոգեանգիստ կամ ուղակի մոմ վառելու։ Այդ մակարդակի մարդիկ են եղել, իսկ մի մասն էլ եկել են, որոնք ընդհանրապես ոչ էլ այդ բանն են արել, որտեղ նրանք եղել են պարզ հանցագործներ։ Մեկը Եզրասի ուրեմն տեղից էր, որը Լենինգրադ էր, Սանկտ Պետերբուրգ, այնտեղ մի մարդ էր падգամավորը, ես անունը մոռացած ճիշտ ասած, ինձ Տիրան arczepiskoposներ իր մասին պատմել տարիներ առաջ։ Այդ մարդը բռնված, նստած, ելած, այսինքն սպանությունների համար, հա, մի քանի անգամ դատված, մի կատարյալ հանցագործ։ Եվ այդպիսի մարդուն Եզրասը սարքեց падգամավոր, որպեսզի գա Կտրիչ Ներսիսյանին իր եղբորը ձայն տա։ Մենակ Սփյուռքի մեջ ես կարող եմ ասել, որ ընտրությունները եղել են падգամավորների անաչար ձևով, բայց այդ բոլոր մարդիկ են Սփյուռքից ովքեր որ եղել են, եկել են, նրանք ձայները տվել են Ներսիս arczepiskopos Պոզապալյանին։ Շատ քիչ ձայների տարբերությամբ ես հիմա ձեզ կոնկրետ տիպը չեմ ասի, որտեղ հասկանում եք 26 տարի է անցել այդ օրվանից, ես չեմ կարողանում ձեզ կոնկրետ տիպ անցել, բայց քիչ ձայների տարբերությամբ Կտրիչ Ներսիսյանի աջակիցների թիվն էր կազմում։ Եվ դրանց մեջ անկեղծ մարդ չկար այն մարդը, որը ինչ որ մտածել է եկեղեցու համար, որը քրիստոնյա է եղել, նույնիսկ մկրտված չեն եղել շատերը։ Նույնիսկ չեն իմացել ինչ բան է հաղորդությունը, որովհետև նախքան ընտրությունները պատարակ է տեղի ունենում Մայր տաճարում, հաղորդվում են падգամավորները, որպեսզի Սուրբ Հոգով ներշնչված, աղոթական վիճակ ունենալով կատարեն ընտրությունը։ Հասկանում եք, իսկ դա բացարձակապես գոյություն չուներ։ Դարպասները բաց էին։ Սա փաստեր են, որոնք ես ուզում եմ այսօր դնել, քանի որ օրն է առիթ եմ օգտագործում եւս մեկ անգամ հիշեցման կարգով հայ հանրությանը իրազեկեմ։ Դարպասները պետք է փակ լինեն, գիտեք, երբ որ ընտրություն է լինում վանքի մեջ, չի կարող հայտնվել ինչ որ մի կողմնակի մարդ։ Բացի այն անձանցից, ովքեր որ ունեն մանդատը, այսինքն ազգային եկեղեցական ժողովի падգամավորները միայն իրավունք ունեն այնտեղ գտնվել։ Նույնիսկ որևէ հոգևորական, ուզում եմ դա ընդգծեմ, եթե նա ազգային եկեղեցական ժողովի падգամավորը չէ, իրավունք չունի այդ ժամանակ մտնել վանքի տարածք։ Բայց գիտեք ինչ, հանգիստ ներս ու դուրս էին անում մարդիկ, իրենց համար անհրաժեշտ մարդիկ։ Հիմնականում ձեզ ուզում եմ ընդգծել եւ ձեր ուշադրությունը սևեռել են հանգամանքի վրա, որ Գրեուի գեներալն էր, այնտեղ քարշ գալիս ռուսական, որը սպառնում եւ ահաբեկում էր եկեղեցու հենց ներսում,
պատգամավորներին իր ճնշումը գործադրելով, որ անպայման պիտի ձայնը տակ Ներսիսյանին։ Մի երկու հատ քֆուր էր տալիս դրանց ռուսերեն։ Այն որ միշտ ռուսը սիրում է այդ բառերը օգտագործել, հա, բաշումած։ Մի քանի բան էլ ավել։ Այս վիճակներ եւ Հովիկ Աբրահամյանը կար այնտեղ մյուս բոլոր տեսակի սրիկաները, ստահակները, ովքեր ոչ մի կապ չունեին, նորից եմ ասում, եկեղեցու հետ։ Նրանք ոչ մի եկեղեցու հավատացյալներ չեն, նրանք որևէ մարդիկ չեն, որոնք այդ բարոյական իրավունք ունեն ընդհանրապես այնտեղ գտնվելու։ Այս միջավայրում խայտարակ նախապես Վազգեն Սարգսյանը ստացել էր կաշառք 20 միլիոն ամերիկյան դոլար, սա ուզում եմ ընդգծել, եւ իհարկե այդ կաշառքը որտեղից էր հայտարարել Կտրիչ Ներսիսյանը։ Իհարկե նրան այդ հնարավորությունները ստեղծել է Լուիս Սիմոն Մանուկյանում հետ, որ նա տարիներ շարունակ սեռական անվայել բաներով էր զբաղվում, այսինքն շնանում էր եւ Պերճ Ցեդրակյանով այս մարկանցով հզոր Ամերիկայի հարուստներով բաներով այդ գումարները հավաքել տվել են, որպեսզի նա փագի Վազգենի Բերյանը եւ Վազգեն Սարգսյանը այս բոլոր կազմակերպչական աշխատանքները վերցրեց իր վրա, ինքը դասավորեց պատգամավորների մեծ մասը ոստիկանապետեր էին, չգիտեմ, տարբեր չինովնիկներ էին, տարբեր ռանգերի, կրեաօլիգարխիայի ներկայացուցիչներ, այսինքն այն բոլոր մարդիկ, ում վրա նա լծակները ուներ, ազդելու, որպեսզի նրանք գան իր ասածը, իր թելադրածը կատարեն։ Այն հոգևորականներն էլ, ովքեր որ համաձայն չէին, նրանց կանչել էին նախապես իր մոտ, վարչապետը, չէ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը իր կաբինետը եւ այնտեղ շատ կոշտ ձևերով իրենց հասկացրել է, որ ամեն ինչ պիտի անենք, ինչպես որ ես դες կասեմ։ Ուրիշ ճանապարհ չունենք։ Եվ ուրեմն մենք ինչ ենք տեսնում։ Կուլմինացիան գիտեք հայտարարության այդ ընտրության որն էր։ Հովնան Չարք եպիսկոպոս Տերտերյան, տականքը։ Այն ժամանակ ինքը Կանադայի թեմի առաջնորդ է, հիմա ինքը բան է։ Դա այդ ռոլիկը երևի բոլորը տեսած կնեք, որտեվ համացանցում բավականին այդպես լայն բան եղավ։ Տարածում գտավ։ Թուղթը պատճում է տալիս է Կտրիչին։ Ինչի համար է պատճում թուղթը։ Թղթի մեջ գրված է, որ Վազգենին սպանեցին, արդեն արեցին այդ գործերը։ Ու Կտրիչը ուրախ է։ Ուրախ է, որ նա այսպես պրծնելու է, որտեվ դա ոնց որ հասկացա, սկզբից ասեցի ձեզ ամբողջական գումարը 20 միլիոն էր իհարկե խոստացված, բայց նա ինչ որ ամբողջականը չէր վճարել, ինչ որ կանխավճար էր արել, որ ընտրությունից հետո պետք է վերջնական, այսպես ասած, բանը մնացածը տալ։ Ավանսը տվել է, ոնց որ ասած, վերջում պետք է մնացածը վճարեր։ Եվ ինքը ոչ մի բանի մեջ դեմքը նույնիսկ եթե նայեք Կտրիչի չփոխվեց, չալյալվեց այդ մարդը։ Եվ ինքը շատ հանգիստ ասեց այդ ողբերգության մասին, որ տեղի ունեցել ազգային ժողովի պատերից ներս։ Ուրեմն սիրելիներ, սա մեծագույն խարան է, որը մնաց այդպես, եւ մեծագույն ոչռագործություն, որը մնաց չբացահայտված, փաստացի, որտեվ Նայիրի Հունանյանն ով էր։ Եվ ձեզ մի բան պետք է ասեմ, Նայիրի Հունանյանը ընդհանրապես ցանկանում էր գալ Մայրաթոր այդ օրը։ Այդ բանը երևի դուք չեք լսել ոչ միտեղ, բայց ես ձեզ այդ ինֆորմացիան պետք է փոխանցեմ։ Նայիրի Հունանյանը նա էքստրեմիստ էր, ռադիկալ այդպիսի մարդ էր, որը որ կապ ուներ հավատքի հետ։ Իրակնորյա դպրոցում ինքը դասավանդում էր, ես կարծեմ ինքը ղրիմում էր այդ ժամանակ հայկական ուրեմն համայնքի մեջ, Իրակնորյա դպրոցի մեջ ուներ այնտեղ պարտականություններ, եւ Նայիրի Հունանյանը սկզբից որոշել էր, որ գա Էջմիածին եւ խփի, Կտրիչին խփի։ Բայց թե ոնց դասավորեց Վազգեն Մանուկյանը, մյուս սրիկաները, որտեղ Վազգեն Մանուկյանի ներդրումը շատ մեծ էր հոկտեմբերի 27-ի սպանության մեջ, որպեսզի սլակները փոխվեն, ուրիշ ուղղությամբ գնան։ Եվ իհարկե ինքը գնացել էր, բայց դրանք նորից եմ ասում, կատարողներ են եղել, ընդամենը ֆանատիկ կատարողներ։ Այն մարդիկ, ովքեր որ այդ սաղ սարքել են, նրանք նստած են իրենց համար հանգիստ եւ ոչ մեկը իրենցից այսօր չի կանգնել, մինչ օրս չի կանգնել, 26 տարի անցավ արդարադատության առաջ։ Ես կասկածում եմ շատ խիստ, որ երբևիցե նրանք կպատասխանեն, բայց եթե այս աշխարհում նույնիսկ չպատասխանեն, անպայման ահեղ դատաստանի օրը Աստծո առաջ կանգնելու են եւ պատասխան են տալու այդ մարդասպանությունների համար, որոնք կազմակերպել էին, որ ազգային ժողովում տեղի ունենան։ Բայց ամենամեծ ոչիրը, գիտեք ինչն էր, ամենամեծ ոչիրը եղավ նույնիսկ ոչ այդքան այդ սպանությունները, թեև այստեղ մարդկային կյանքերը, հա, մարդկանց ցանկացած մարդու կյանք անգին է եւ մարդկանց կյանքերը խեղվեցին, բայց այստեղ հասկացեք, որ խեղվեց ամբողջ ազգի հոգեբարոյական նկարագիրը եւ խեղվեց մեր ճակատագիրը նաեւ։ Եւ այլասերվեց, բացվեց ազգային եկեղեցին, որտեղ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ կեղծված ընտրություն, Մայրաթորը վերածվեց հենց այդ օրը Կուկուշկայի աթոռի, երբ որ պիղծ մարդուն, որը ուխտադրուժ էր, սրիկա էր, ամեն ինչով բոլոր խուլիգանությունների, մեղքերի,
տարբեր անարխոժությունների մեջ, այսպես ասած, թաթախված, ոտից գլուխ մեղքի մեջ թաղված մի տականքը, խաչագողը, հայտնվեց գրքոր լուսավորչի գահին։ Այդ օրվանից խեղդվեց հավատքը, արդարությունը, մաքրությունը, առաքինությունը, այդ բոլորը ոտնահարվեց, ոտնակող եղավ, որտեղ Կտրիչ Ներսիսյանը եկավ այս աթոռի վրա։ Եվ այդ օրը փաստորեն սուկ եղավ, հոգևոր սուկ եղավ։ Իհարկե պետական միջոցառումներ էին անցկացվում, թաղում էին դիակներ, հիշում եք, Քոչարյանը ժպտում էր, ուրախանում էր, բան, իրան դա ձեռ էր տալիս անշուշտ։ Քոչարյանը եւ Գարեգինի շահերը համընկնում էին նաեւ այս հարցի մեջ։ Քոչարյանը պրծնում էր այդ բռնապետից, հա, իր համար Վազգենը բռնապետ էր, որը իրան իհարկե թույլ չէր տալիս սանձարձակ գործի, ինչ որ ուզում է անի, չէր թույլ տալիս։ Իսկ մյուս կողմից էլ ինչ տեղի ունեցավ։ Մյուս կողմից Կտրիչին ձերտվեց, որ ինքը փաստորեն մտածեց, որ այլևս այդ գումարը, որ մնացել էր իրեն, որ պարտք, նա չէր սպասում, որ Արամ Սարգսյանը պետք է գա իրանից պահանջի։ Սա էլ այդ փաստը պիտի նորից դնեմ ձեր առաջ։ Թող կանչեն քնչականը, թող կանչեն Արամ Սարգսյանին, ես պահանջում եմ այստեղից եւ տալիս եմ հաղորդում կատարված հանցագործության մասին։ Որքան ուզում է կապիկություններ անի այսօր, որքան ուզում է թող գնա նախընտրական այս բանին, ինչ որ Էջմիածնում բանում, չգիտեմ, ինչեր անի, ինչեր չանի։ Ինքը շատ հանցավոր մարդ է եւ շատ հանցագործություններ ունի։ Եթե իր բանկային հաշիվները ստուգեն, կտեսնան ինչ փոխանցումներ է արել, ոնց է ստացել գումարը Կտրիչի հետ կապված, հա, որտեղ Կտրիչի հետ ինքը հաշիվներ ուներ։ Քանի որ գնաց բանկը իրան չտվեց։ Վազգենին ինչ որ բանկային հաշվի վրա նստել էր փողը, բանկը մերժեց, ասեց Վազգենը ժառանգներ չունի, ոչ մայրը կարար ստանալ, ոչ եղբայրները, ոչ մեկը։ Բայց ասեց, որ դու ոչ մի միջոցով չես կարողանալու այդ փողին տիրանաս եւ դրա համար իր հետ միտք ծագեց։ Այդ ժամանակ էլ գիտեք, ինքը վարչապետի աթոռին նստեց Արամ Սարգսյանը։ Զինված մարդկանցով ինքը գնաց Էջմիածին Կտրիչ Ներսիսյանի հետ ռազմորկայի եւ պահանջեց իրենից 20 միլիոն ամերիկյան դոլար։ Այնտեղից է ծնվում միտքը եկեղեցուց հեռացնել Տիրան arczepiskopos Գյուրեղյանից, որպեսզի եղբորը բերի Մոսկվա եւ Մոսկվայում մեծահարուստների միջոցով այդ փողերը հավաքի Կտրիչի գրպանը դնի, որպեսզի Կտրիչը պարտքը մարի։ Այ ամբողջ պատմությունը այստեղից է սկսվում, սիրելիներ։ Երբ որ մենք այսօր տարբեր մեկնաբանություններ ենք լսում, երբ որ մենք լսել ենք այն Դոն Պուպուլիկի ապուշությունները, որ ինքը տարիներ առաջ իբր թե Արշակին ասել էր սատանաբան, դա այդ հեքիաթներն է, մի հավատացեք։ Այն ժամանակ իրանք միասին էին, նույն նավակի մեջ, իրար մեջ, այսպես ասած, ոչ մի խնդիր չունեին, գործում էին։ Այսօր ուղղակի շահերը չեն համընկնում եւ դրա համար սատանա սարքեց իրենից։ Այո, դա սատանա է, բայց Կտրիչ Ներսիսյանը ոնց որ ասած եւ Եզրասը սլիլի եւո։ Նրանք արդեն իրան վերցեցին կոյուղին դրեցին։ Այս շմարավոս Արշակին թմրամոլ։ Եվ ինչ ասեմ սիրելի ժողովուրդ, այդ օրը հենց որ տեղի ունեցավ այդ ողբերգությունը, փաստացին Կտրիչը նույնիսկ այդքան շնորհք չունեցավ ձերի համար գոնե գնար ազգային ժողով բանակցեր, հա, այդ մարդասպանների հետ բան, չէ, ինչի համար գնա, արդեն ինքը կեղծիկով նստեց աթոռի վրա, նա պետք է ըստ պատշաճի, ըստ օրենքի, պետք է հայտարարեր, բայց ինքը սպասեց այդքան ժամանակ, այսինքն իմացել էին այս սպանության մասին արդեն, եւ եթե շուտ հայտարարվեր, որ ազգային ժողովում եղել է նման դժբախտություն, ընտրությունը պիտի կանգներ եւ այդ օրը իհարկե պետք է որևէ արդյունքներ չհրապարակվեին եւ բնականաբար Կտրիչը չէր ընտրվի։ Ինքը թաքցրեց այդ փաստը եւ այստեղ Հովնան Տերտերյան իր հետ միասին նույն ուպրաշկի մեջ այս հանցագործության մեջ։ Ու նոր այդքան բանից հետո, երբ որ արդեն հայտարարել են իրեն ընտրված կաթողիկոս, պսևդո, այ ինքը հայտարարում է շատ առանց ոչ մի բանի, հա, երեսը։ Մի կան չփոխվեց նույնիսկ, որ սպանություններ են եղել ազգային ժողովում։ Ուրեմն այդ քրոնոլոգիան դուք լավ, այսպես ասած մոզաիկան խնդրում եմ հավաքեք այստեղից ու ամբողջական պատկերը կլինի։ Ինչ սադանայություն են նրանք գործել եւ ինչ են մեր վզին փաթաթել այդ փորձությունները 26 տարի։ Ուրեմն իհարկե անմիջապես առաջին ոչիրը եղավ Ներսես Սրբազանը 2009-ին իհարկե սպանության, բայց առաջինը նաեւ եղավ մի ուրիշ ոչիր հոգեվոր գետնի վրա, երբ որ Տիրան arczepiskopos-ին բազմավաստակ հանեց գցեց փողոցը, որպեսզի աղբորը բերի դնի, մանկապիղծ, տականքին, անգրագետին, բերի դնի իր տեղը։ Տեսնում եք, հավասիկ սա է իր գործելավոճը, ուր մնաց արդարություն, եկեղեցական կանոնները, ուր մնացին այս բոլոր բաները, ուր մնացին։ Եվ իհարկե Ներսես Սրբազանին էլ սպանեց դրա համար, որ պատվիրեց սպանությունը։ Ես այստեղից ուզում եմ դա ընդգծել, չասեն վաղը, որ Տեր Սահակը հայտարարեց, որ Գարեգինը մարդ է սպանել։ Գարեգինը պատվիրել է սպանություններ, 1000 անգամ ասել եմ եւ պատկան մարմիններին պաշտոնապես հաղորդումները տվարց են իմ կողմից,
Այստեղից եւս որպես հաղորդում ընդունեք Գարեգինը մարդասպան է, ես պատասխանատու եմ այս հայտարարության համար։ Ինքը սպանել է մարդկանց, պատվիրել է սպանությունները, այդ ձև է սպանել, թունավորումները եւ ֆիզիկական հաշվեհարդարը տեսել են, սպանել են։ Քանի մարդկանց վրա հարձակումներ են գործել ու այդ սպանությունները փաստորեն կամ ծեծու ջարդով, եթե մարդկանց բերանը փակել են, իրենց վախացրել են եւ այդ բոլորը կտրիչն է, կտրիչի գործն է։ Ուրեմն կտրիչ Ներսիսյանը գործում է իբրև հանցագործ։ Նա պոռնիկ է, կատարյալ պոռնիկ։ Եվ 27-ին իր պոռնկության ոնց որ ասած թագնոպսակը եղավ։ Ինքը դարձավ այդ վարքյանին այդ չարիքը դարձավ գահի վրա բազմած մի պոռնիկ, որը որ ուզուրպատոր դարձավ։ Եկեղեցին կլանեց, խանութ սարքեց եկեղեցուց եւ ասեց, որ իմ կանոնակիր կնա գործելու հետ այսօր։ Ինչ առաքելական կանոնն է, ինչ տիեզերական ժողովների կանոնն է, ինչ ազգային եկեղեցուց որոշումներ, կանոններ, ոչ, այս բոլորը գոյություն չունի, իմ անձնական կանոնները կան, գողական մարդու կանոնները, որով պիտի առաջնորդվենք։ Եվ ահավասիկ Ներսես Սրբազանին երկրորդ օրը հանեց։ Երկրորդ օրը, սիրելի ժողովուրդ, ուրեմն ոնց է այդ պատմությունը։ Նախ հանեց դիվանի այս կառույցը, դիվանապետի պաշտոնը, ասեց պետք չի։ Եվ դրանով ինքը Ներսես Սրբազանին աուդի մեջ գցեց։ Մի քանի օր անցած նորից դիվանապետ կարգեց, արդեն այդ բերեց այդ սրիկա սատանային, որ պուպուլ ասեց, չէ, երեք հայտարարեց, որ իր ծոցում ծնվեց այդ սատանան։ Արշակ Աբեղային, Արշակ Աբեղա Խաչատրյանը, որը 2 տարվա մեջ եղավ եպիսկոպոս եւ մի քանի ժամանակ անց arczepiskopos։ Խնդրեմ։ Իր համագյուղացին է։ Եվ շատ հետաքրքիր բան է, իր գյուղից ինչքան եպիսկոպոս դուրս է կան։ Բոլորը հենա մեկը Անգլիայի թեմն աղեկավարում։ Անգլիայի թեմը է ժողովուրդ։ Այսինքն, այս եկեղեցին նրանք կարծեցին, որ դրանց սեփականությունն է։ Նրանք մտածեցին, որ դա իրենց ընտանեկան կալվածքն է, որը ժառանգել են։ Եվ պետք է վարվեն այնպես, ինչպես որ նրանք քեֆը տալիս է։ Հա մարդը ոնց է, իր սեփականն է, ինքը ինչ կուզի կանի, կուզի վաճառի, կուզի կնվիրի, ինչ կուզենա կանի, եթե իր սեփականն է։ Այդ դրա համար ամբողջությամբ թալանեց այդ եկեղեցին, որտեղ ինքը կարծեց, որ իր սեփականությունն է։ Հիմա որ ստուգումներ անցկացրեն, պիտի տեսնան, որ այլևս Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցին Մայրաթորի մեջ թե գանձարանները, թե թանգարանը, թե չգիտեմ, միած սեֆ կար այնտեղ բաներ կար, սեֆի մեջ կարևոր իրերը դրված սուրբ խաչը ոսկուց շատ բաներ կար, գերբը կար Հայաստանի։ Այդ բոլորը նեմա անհայտ կորել է։ Կտրիչ Ներսիսյանը օտարել է սրբություններ, վաճառել է Լոնդոնի աճորթում, Միլանում Դոն Պուպուլիկի հետ միասին, Դոն Պուպուլիկը այդ հարցի մեջ իրեն շատ էր օգնում, լավ առևտուր էր անում, տանում էր, ծախում էր փողը, ինչ-որ մի մաս պահում էր իրեն, իհարկե հարուցի բաժինը կտրիչին էր տալիս, կտրիչները իրեն լրիվ չէր պահում, Սերժին ու Քոչարյանին, երբ որ Քոչարյանն էր իշխանության մեջ, Քոչարյանի շանբաժինն էր տալիս, երբ որ Սերժն էր իշխանության մեջ, Սերժի շանբաժինն էր տալիս։ Այսպես թալանվում էին ազգային հարստությունները։ Հայ այս մարդիկն են, որոնք այսօր այս եկեղեցու մեջ երկարացնում են իրենց լեզուները։ Այս բոզի լակոտներն են, որոնք այս եկեղեցու մեջ նման բաներ են խոսում։ Եվ սիրելիներ, իհարկե, նրանք այդ աստիճանի շփացած են, որովհետև 26 տարի սանձարձակ գործեն, ինչ խելքը փչելը արել են, ինչ ուզեցել են։ Մեկը իրենց ձեռքից չի բռնել, մեկին չեն հանդիպել, որ իրենց ասի ոչ։ Հենա խնդրեմ, Ներսես Սրբազանը ամեն ինչով խոչընդոտում էր, չէր թողում, մինչև 2009 թվականը իրան չէր հաջողվում այդ ալան-փալանը անի։ Դրա համար այդ մարդու գլուխը կերավ։ Բայց ինչի կերավ այս մարդու գլուխը։ Այդ սուրբ անձնավորության, այդ այս եկեղեցու զարդներ, մարգարիտներ։ Ես շատ եմ սիրել հարգել Ներսես Սրբազանին, իմ մոտ յուրահատուկ իր նկատմամբ հարգանք կար միշտ։ Եվ Սրբազանն էլ շատ հայրական այսպես լավ ձևով ինձ հետ միշտ մտերմություններ պահում, մանավանդ երբ որ քահանա դարձա ես, բավական եւ իր քրոջ հետ, որը երգում էր Մարին, հոգին դույս դառնա, եւ Սրբազան հայրը։ Կուզեմ ասել, սիրելիներ, որ այս վիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Արաքելական եկեղեցում, դա ստեղծվել է 26 տարիների ընթացքում։
Այդ գաղջ մթնոլորտը, որ սերմանվել է, այս չհոգևորականների դասը, որ բուծել են նրանց, այս ստահակներին, այդ բուծել է Կտրիչ Ներսիսյանը։ Ես պետք է ոչ մենակ այսօր բարձրաստիճան է տականքների, որոնց մասին երեք խոսեցի, որոնք պետք է անպայման թողնեն այս եկեղեցին։ Ես նաև ուզում եմ ասեմ մի քանի հոգևորականներ կան, քահանաներ, լկտի քահանաներ կան, որոնք լեզուները երկարացնում են։ Մենք ցանկը ունենք բոլորի։ Այստեղից անունները չեմ տամ, որտեղ նրանք պեշկիկ են, որ դրանց անունները այստեղ արժանիք չունեն։ Մենակ մեկի անունը պիտի տամ, դա շատ կարևոր է, որը հիմա գործող տականք է, Տեր Եսայի, հա, այս մամլոխոսնակը, որը որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գանձանակներ պարպել, գողացել, փողերը հանել էր, իրան փող էր պետք եւ հափշտակել էր այդ փողը։ Դրանց բոլորին պիտի անդրադառնանք։ Սենց պիտի կանչենք, դրանց պիտի կանչենք, ասենք եկեք ստեղ, եկեք։ Ձեր ծառայության տնտեսության հաշիվը տվեք մեզ։ Մինչ այդ մի հատ էլ կար, Վահրամիկ Մելիքյանը, որը կվարտիրա ստացավ։ Կտրիչը իրան բանալին սեֆից հանեցվեց, Էջմիածնում, որպեսզի ստերով զբաղվի, որպեսզի այս համակարգը իր համար դարձնի Գեբելսյան քարոշչա մեքենան։ Շողակաթով, այս մամլո խոսնակն էլ իր լրատվականով, ապա տեղեկատվություն տարածեցին, ստերը սատանայություններ քարոզեցին տասնյակ տարիներ շարունակ։ Եվ այսօր բախվեցին լուրջ գործընթացի հետ։ Իհարկե դուրը չի գալիս, բա այն ժամանակ երբ որ Ռոբիկներ, Գարեգինը ինչ էր անում Ռոբիկին։ Երբ որ Ռոբիկը գալիս էր հանկարծ, Գարեգինը կոշիկներն էր մաքրում Ռոբիկի, լպստում էր պադոշները կոշիկների։ Հետո Գարեգինը վերցնում էր, երբ որ կոշիկները լպստում էր, իրա անում էր հետևյալը։ Իր կամակներ մտնում եւ շողոքորտում էր, մեծարում էր, այսինքն ամբողջովին ստրուկ էր, Քոչարյանի ձերքի խաղալիք, բայց հենց տարածքը թողնում գնում էր Քոչարյանը, կամ ինքը գնացել էր Քոչարյանի մոտ, նույնը արել էր, վերադառնում էր Էջմիածին, կամ Քոչարյանն էր գալիս իր մոտ, վերադառնում էր Քոչարյանը արդեն իր գրասենյակը, արդեն արուց էր կտրում եւ իր իշխանությունը բանեցնում էր միաբանների վրա, ցույց տալու համար, որ ինչքան ինքը հզոր է, ախպեր է նախագահի հետ։ Սանգերով, բաներով հարցեր է լուծում, պաշտոնների է մարդկանց դնում, հեռացնում աշխատանքից, կիսլարոդա փագում, այս վատությունները անում, մարդախփել տալիս, մարդածեցել տալիս, վատությունները անում, նարկոտիկա տեղափոխում, չգիտեմ, տարբեր տեսակի մարդկային, ուրեմն օրգանները վաճառում եւ այլ հազար ու մի հանցագործություններ, այդ օգտիխոսակցություն չէ։ Սա իրականություն է, սիրելի ժողովուրդ, սիրելի պատկան մարմիններ։ Ձեր արչեւ կանգնած են մի մարդ, որը չկա այսպես մեղք կամ պետական հասկացողությամբ հանցագործություն, որը արած չլինի։ Փակ աչքերով բացեք կանոնագիրքը, հա, օրենսգիրքը ձեր։ Որ կանոնի, որ օրենքի վրա մատը դնեք, կարակ այդ փակ աչքերով էլ այդ բանը վերցնեք դատեք իրեն։ Այսինքն չկա տենց բան, որը չի գործել։ Մենք չենք կարող գտնել։ Գտեք տենց բան, որը չի արել, էլի ուզում եմ որ գտնեն, էլի այդ մարդը ինչի մեջ չի կարելի դրան մեղադրել, ինչի մեջ չի կարելի մեղադրել։ Ամեն ինչի մեջ մեղադրելի է։ Բայց սա աշխարհիկ ոնց որ ասած կյանքի հետ աղես ունեցող են, բայց ամենամեծ մեղքը, որը նա գործել է, այդ մեղքը աններելի է։ Աստված իրեն չի ներելու։ Նա հայհոյել է Սուրբ Հոգուն։ Որովհետև այս մարդը ինչին է իրան պետք։ Աստված, եթե ինքը ունի սատանա։ Ինչին է իրան պետք։ Հիսուս Քրիստոսի փրկարար խորհուրդը, երբ ինքը կարող է Coca-Cola-ով պատարակ անել եւ ասել, որ Coca-Cola-ով պատարակը դա ոչ մի բանով տարբեր չի։ Գինի լցնենք, Coca-Cola լցնենք, չգիտեմ, ռոմ լցնենք, վիսկի լցնենք, տարբերություն չկա։ Այդ մտայնությունն է իրենց մեջ։ Իր համար ինչ տարբերություն, եթե Ռիմայի խողարարի ձեռքով մերոն է եփում, ուրեմն այս եփած մերոնը քանի կոպեկ արժե։ Այս մերոն է դա, արդյոք դա մերոն է, ով կարող է դա այսօր ասել եւ ապացուցել, որ այդ մերոնը կարող է լինել իրական։ Ոչ, սա ֆեյք մերոն է արդեն, որտեղ սա մերոն չի կարող կոչվել։ Ինչքան հնարավոր է սրբապղծություններ նա գործել է այս եկեղեցում։ Իհարկե իրենց համար ինչ է, տեսեք, այս վիդեոից հետո, երբ որ Արշակի պոռնկությունը մեկացավ, երբ որ Արշակը այլասերությունը իր ալամ աշխարհը տեսավ, Կիրակի օրը ձեռնադրություն են արել առաջի պլանը բերել կանգնացրել այդ Արշակի, որ ինչ ցույց տա, սիրելի ժողովուրդ, մեզ ինչ ուզեց ապացուցել, որ դրանք թքած ունեն ամեն ինչի վրա։ Նրանք ոչ մի բանի չեն հավատում։ Նրանց համար Աստված գոյություն չունի։ Նրանք սատանայի
մարդիկն են։ Այո, նրանք հավատում են Սողոմոնի 3-րդ տաճարին։ Նրանք հավատում են Հակաքրիստոսի գալստյանը։ Այո, նրանք հավատում են, քանի որ մասոններ են, երկուսն էլ, Միչայլոս Պլանկար Սամվելը եւ Կտրիչ Ներսիսյանը, երկուսն էլ Սողոմոնի 3-րդ տաճարի ծառաներն են, որտեղ նրանք մասոնական օթյակներում են։ Ոչ մենակ Ռուսաստանի մեջ գործում են, այլ նաեւ իհարկե Ռուսաստանի հատուկ ծառայություններում դրանք զինվորականներ են, սպայական, այսպես ասած, իրենց ուսադիրները ունեն, իրենց առաքելությունը ունեն, դավաճանական մեր պետության, մեր անկախ երկրի նկատմամբ։ Ժամանակին իհարկե նրանք սովետական կայսրության ծառաներն էին, ընդդեմ աշխարհի, հա, որտեղ սպասարկում էին սովետական KGB-ի, իսկ երբ որ սովետական միությունը վերջացավ, արդեն ռուսական դաշնության շահերն են սպասարկում, այսինքն ի վնաս Հայաստանին են իրենց ուղղված բոլոր գործառույթները։ Իսկ մասոնական այդ օթյակների մեջ իհարկե այդ սպասարկում են սատանայի շահերը, որպեսզի ունենան պաշտպաններ։ Ամբողջը սա է այդ պատմությունը։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, այս տականքները, որոնք 26 տարի խեղել են հոգևոր կյանքը, խեղել են եկեղեցին, խաբել են ժողովրդին, մոլորեցրել են մարդկանց, պատմել են իրենց լրատվամիջոցները, հա, որ կար, կեղծիք տարածելով, պատմել են գույնավոր հեքիաթներ, Գյուլնար Տատու հեքիաթներն են պատմել։ Շողակաթը երբ որ բացում է, տենում է մի այլ պատկեր։ Ասում է այդ եկեղեցին, մեր եկեղեցին, հա, որ նկարագրում են, թե որտեղ է դա։ Հետո տեսնում ես մեր վանքերն են ցույց տալի։ Հետո տեսնում ես, որ այն պատմությունները, որ պատմում են հոգևոր իբր թե հա, ճակերտավոր կյանքի մասին, որ տեղի է ունենում այդ վանքերից ներս, իրականության մեջ փուչիկ է, չկա տենց բան։ Իրանք կանգնում են ժողովրդին խաբելու համար։ Իհարկե, մարդը, որը փող էր առնում 26 տարի կաթողիկոսական աթոռի վրա նստելով աղանդավորական շարժումների առաջնորդներից, որպեսզի իրենք ազատ ելք ու մուտք ունենան Հայաստանի մեջ սանձարձակ գործեն, այսինքն աղանդավորականությունը զարգացնում է Կտրիչ Ներսիսյանը, ինքն է սերմերը ցանել։ Հայաստանի մեջ թիվ 1 աղանդավորականը Կտրիչ Ներսիսյանն է, թիվ 1 հերետիկոսը Կտրիչ Ներսիսյանն է։ Ասում եմ, մի մեղք, մի հանցանք չկա, որի մեջ չի կարելի իրան չմեղադրել։ Բոլոր մահացու եւ աններելի նույնիսկ մեղքը մենակ իր մեջ ուժ չի գտնում ինքնասպան լինի մեզ ազատի։ Մենակ այդ երևի մի բան, եթե ինքը աներ, գոնե մարդիկ ասեն, ինչքան այդ մարդը մեզ լավ բան արեց։ Մի բանի համար պիտի շնորհակալ լինենք, եթե ինքնասպանությամբ իր կյանքը վերջացներ։ Բայց դա չի անում։ Դողում է իր կաշվի վրա, հա? Որտեղ վախկոտ է, որտեղ ողորմելի է, այ հարցը այստեղ է։ Եվ մի բանակ խուլիգաններ բուծեց։ Ճեմարանները նա դարձրեց ֆաբրիկ, որտեղ ոչ թե հոգևորականներն էին կերտվում, այլ կերտվում էին իր կամակատար գործակատարները, որոնք պիտի փող աշխատեն։ Եվ այդ փող աշխատող գործակատարները քաղանայական հանդերձանքով, հա, իրենց սքեմի տակ գործում են པարզ գործակատարի գործերը։ Ինչ որ բնորոշ է առևտրական մարդկանց։ Ու ոչ մի ուրիշ բան, նրանք հովվական աշխատանք չեն անցկացրել, մեր ժողովրդի մեջ չեն կարոզել ավետարանը։ Եթե կարոզեին ավետարանը, հավատացեք այսօր այդքան աղանդավորականություն չէր զարգանա Հայաստանի մեջ։ Փոքրիկ երկիր է, շատ փոքրիկ բնակչություն ունի, բայց աղանդավորականությունը արի ուտես որքան հզոր է։ Ես իհարկե պիտի նաև անդրադառնամ, որ 26 տարիների ընթացքում այն հեքիաթն է հորինվել եւ տնկավահարվել է այն բանը, այն լոլոն, շինարար կաթողիկոս, հա, հայոց հայրապետը շինարար հայրապետ է։ Ուրեմն այդ ամենամեծ սուտը, ամենամեծ պրոֆանացիան, որ այդ շինարարությունն էր։ Որովհետև այդ շինարարության տակ թաքցվում էին գումարների, սև գումարների լվացումները, նաև այդ շինարարության ընթացքում յուրացումները, անծայրածիր եւ խաբեբայությունները։ Հիշենք այն բանվորները, որ ուզում էին կանգնեին, գային, բողոքեին, նույնիսկ Հայ Կորյունի նոր Հայաստան նոր հայրապ նախաձեռնության շարժման ժամանակ, որ խաբել է բանվորներին փողերը չեր վճարել։ Դա գիտեք մի եզակի դեպք ա եղել, ոչ, շարունակաբար քցել է մարդկանց։ Նույնիսկ անեկդոտ են հանել, ասում տեսել ենք, որ կաթողիկոսը լինի բացասական մարդ, բայց որ քցողը լինի, ասում դա չենք տեսել։ Քցող է նաև։ Սփյուռքի մեջ ինչ խայտարակություններ է գործել։ Թաթքցել է ամեն ինչի վրա, ինչին որ հասել է, թաթքցել է։ Այսինքն ձեզ բացատրեմ հիմա հերթականությամբ։ Օրինակ, Սփյուռքի մեջ հարուստ մարդիկ կան, միայնակ մարդիկ կան, միջին կարողության տեկուս, որոնք ուզում են իրենց եղած չեղածը ժառանգ չունեն, կամ մահացած են լինում հարազատները,
Թողնել եկեղեցուն նվեր իրենց մայից հետո։ Եվ կտակները արել են եկեղեցու վրա, որպեսզի եկեղեցին հետագայում համայնքը օգտվի այդ բարիքներից։ Կտրիչ Ներսիսյանը եւ իր մանկապիղծ եղբայրը, որը սոդոմիտ է, այնա երեք գրեցին նաեւ, որ ընտանիք ունի, բան է արել, թողել է, կինը գնացել է Ամերիկայի ապրում, չգիտեմ, զավակներ ունի եւ այլն։ Սոդոմիտ է նա, որտեղ սկզբից ամենակ արվամոլ էր, ջահել վաղտը պիտի ասեմ։ Զոոֆիլիայով են զբաղվել, չգիտեմ ոնց անվանեմ դա հայերեն այդ բառը, բայց այդ գիտեք, կենթանիներ էշերի հետ են գործ բռնել երկու եղբայր։ Այդ պիղծ տականքները։ Ուրեմն հետո էլ բան է եղել, արդեն Մարչելոին երբ որ բռնաբարել է, այդ Մարչելոից հետո ավելի ախորժակը բացվեց։ Բանակում նաև բռնաբարել է ռուս թաթար տղաներին։ Իսկ հետո արդեն ինքը գործել է արդեն իր եկեղեցականի սքեմի տակ, անտեր թշվառական անչափահաս երեխաներ են գտնում ու դրանց հետ կեղտոտություններ անում։ Վերջի դեպքը Բալաշիխայում, որ տարածեցի իմեջով, եւ տասնյակ հազարավոր արդեն դիտումներ կան, 14-ամյա պատանին իրեն գցեց մոր եւ քրոջ ներկայությամբ 15-րդ հարգի պատշգամբից։ Ինչ է դեպքը, գնացել էր, մասնակից էր ինչ-որ մի կրուժոկ էր, եզրասը սարքել, երևի այնտեղ կրուժոկներ է սարքում, որպեսզի տղաներ բռնի էլի այնտեղ իր բանի վրա, ուդճկայի վրա։ Գնացել էր մայրը, սպասել է, ասել է սրբազանը կանչում է, միջոցառումից հետո գնացել է այդ սրբազան կոչվածի սենյակը ու վերջ։ Ինչպես պատմում է մայրը, վերադարձել է սուսուփուս տուն։ Ձայն չի հանել, ոչ մի բառ չի խոսացել, բայց քրոջ եւ մոր ներկայությամբ իրեն գցել է 15-րդ հարգի պատշգամբից։ Իհարկե գործ հարուցվեց։ Բալաշիխայում քրեական գործ հարուցվեց, բայց կոծկեցին, փագեցին։ Որտեղ ասում են, նրանք հանցագործների ընտանիք են, նրանք մարդասպանների ընտանիք են, նրանք կեղտերի ընտանիք են, նրանք կյանքի իրավունք չունեն ապրելու այս կյանքը, այս օդը շնչելու, նրանք այդ իրավունքը չունեն, սիրելի ժողովուրդ, չունեն։ Իմ շուրթերով հիմա սուրբ ոգին է խոսում, ես հայտարարություն եմ անում այստեղից։ Կտրիչ Ներսիսյանը այդ սատանան է, որ իսկապես արժանի է ամենախիստ, ամենադաժան պատժի։ Իսկապես նա պետք է արժանանա ժողովրդի դատի։ Քացուտակ գցեն իրեն այդքան տան քացուտակ սատկացնելը մինչև։ Սա է իր դեմքը։ Նույնը իր եղբայրը, բայց ես ինչ եմ առաջարկում, քանի որ մենք սադիստ չենք, մենք շնորհքով մարդիկ ենք եւ առաջարկում ենք, որ Կտրիչ Ներսիսյանին իրավապահ համակարգը կալանավորի եւ իրեն համապատասխան հիմնարկությունում դատեն Հայաստանի Հանրապետության գործող օրենքի համաձայն։ Իսկ Եզրասին, քանի որ այդքան լեզուն երկարացրել է եւ Ուկրաինան պահանջում է իրեն, որտեւ իր համար այդ մարդը մեծ վտանգ է ներկայացնում, Հայաստանի իշխանություններից պահանջում եմ եւ իրապահ սահմանապահներից իրավապահ համակարգից արտահանձնեն Եզրասին Ուկրաինա։ Թող այնտեղ դատեն, խնդրեմ։ Արդար է, իհարկե արդար է։ Աստծո կամքը կկատարվի, անպայման պիտի կատարվի։ Անպայման պիտի կատարվի։ Մնացածի համար ոչ եմ ասում այդպիսի բաներ, բայց այդ երկուսը այսպիսի պատժի արժանի են։ Մնացածը իր աղբամանը, որ բերել է իր գեղից, աղբամանից հանել է զվոլոչներ, դրանց իբր թե շինել է հոգևորական, չգիտեմ, շինել է բան, եպիսկոպոս բան, դրանք բոլորը ֆեյք մարդիկ են, աղբամանի ապրանք։ Ես երեք թվարկել եմ այդ բոլոր մարդկանց անունները եւ մի քանի հոգի կան, որ միացած են այդ ցուցակին, ասել եմ երեք, այդ գուգարած թեմի առաջնորդը բուլկի կողքը որ կանգնում է, բուլկի քամակն է մտնում, եւ մի քանի կոպեկ փող ատվել իրեն բուլկին, դրա համար բուլկի հետ այսպես իրար քիթ մտած շողոքորտում է իրան, որ իրենից փող կորզի։ Էսն էս դեմքերը սրանք են էս մարդիկ։ Դրանք Աստված ունեն, ոչ, իհարկե չէ։ Նրանք սատանիստներ են։ Ես կրկնում եմ, այս մարդիկ սատանիստներ են։ Հայաստանյաց եկեղեցին այսօր սատանիստների ձեռքերում է։ Եվ պատահական չէ, որ վարչապետը ասեց բղծություններից բացի, ինչ քրեական ենթամշակույթից բացի, ապարոյական վարկից բացի, այն տերորիստական, չգիտեմ, քարոզից բացի, որը պատերի մեջ քարոզեց Տաբուշում, հետո Միքայելն էլ Գյումրիում, հետո գնացին բանտի դուրը պարկեցին։ Իրա թելանդրանքով բաց, իրանք խոմ իրանց խելքից դա չարեցին, իրա կամքը կատարեցին։ Կտրիչ Ներսիսյանի կամքը կատարեցին, սիրելի ժողովուրդ, բացատրում եմ 1000-րդ անգամ, Կտրիչ Ներսիսյանն է բոլոր հանցագործությունների միակ պատասխանատուն։ Միակը ինքն է։ Ես իրանքը փոխանակեի այդ բոլոր մարդկանց, ով այսօր բանտում նստած են, բոլորը թող դուրս գան, ինքը նստի այնտեղ։ Ինքը նստի, նրանք դուրս գան, վերջանալու է ամեն բան, որովհետև ինքը սատանա է։ Քանի ինքը բանտի մեջ չի, քանի իրան չեք մեկուսացրել հասարակությունից, քանի ինքը այսպես ասած չկրեց իր պատիժը, չխայտարակվեց ամբողջությամբ
հրապարակավ դատարանում, որ ուղիղ եթեր տանեք խայտարակի դատական նիստերը, մեր ազգը հանգիստ չի կարող շնչել, երբեք չի կարող շնչել։ Սա է իմ պահանջը։ Ուրեմն առաջիկա օրերին սպասեք հետագա զարգացումներ։ Ասեցի 26 տարի դա են արել, Սփյուռքում օտարել են ինչ որ հնարավոր է եղել։ Նկատի ունեմ նյութական է։ Ես նյութականներ հետաքրում, որտեղ որ գնում է, մենակ նյութականի համար է գնում։ Իրանք եկեղեցին տեսել են միջոց նյութականը գործելու, վերջ փող աշխատելու, ջեպկիր են, բնավորությամբ ջեպկիր են եղել, եղբայր եւ քույր։ Ներողություն, երկու եղբայր, հա մեկը համ քույրը, համ եղբայր, չգիտեմ, ինչ դերերի մեջ է եզրաս, հա։ Այդ երկու եղբայրները, սատանիստները։ Մենակ նյութականի հետևից են ընկել։ Ուրիշ ոչ մի բան չեն, իրենց չի հետաքրքրել, ոչ մի բան, բացարձակապես։ Հիմա ինչ առաջիկայում ինչ զարգացումներ սպասենք։ Արշակի հետ պետք է տեսնալ հաշվի հարդար, տեսնում եք, չէ՞։ Հիմա ամբողջ իրենց հույսը կավության նոխազին գտել են, տոչկել են, արշակին են բան արել։ Արդեն ուզում են կապեն Նիկոլ Փաշինյանի հետ անունը արշակի, այդ պորնիկ լակոտի հետ տմրամոլի է, որ երբ որ սրսկում է կամ բան է անում, իր այդ դեղերը օգտագործում է, հետո չի էլ հասկանում թե դրա դոզայի տակ թե ինչ է անում, ինչ է խոսում։ Արդեն անջատված վիճակներում է լինում այդ մարդը։ Հիվանդ են, ասում են պիտի բուժենք արշակին, պիտի բուժման կարիք ունի։ Եվ չեն բացառում, որ կտրիչն է նստացել իր նարկոտիկների վրա։ Կտրիչն է նստացել, որ իր գործերը դասավորի իր միջոցով։ Հիմա այդ արշակի մասին ինչի այդքան երկար բարակ Արթուր Ասատրյան կոչվածը, Դոն Պուպուլիկը, Դոն Պիպոն, ոնց ուզում եք անվանեք, հա։ Այդքան երկար բարակ խոսել իր եթերից։ Այդ հեքիաթները պատմել, որ նախկինում էլ իրեն սատանա է անվանել, էսի արել են, որտեղ արդեն որոշել են նրան թիրախավորեն ու խայտարակեն ու ասեն, որ Կտրիչ Ներսիսյանը այս բաների հետ կապ չունի նա է, այն որ ասում է «Не виновата я, он сам пришел», էսա։ Ինքը դա է ուզում բացատրի ժողովրդին, որ ինքը մեղք չունի։ Ինչ որ արվել է եկեղեցու մեջ, հիմա սա գցելու է, ինչքան մեղք կա, ինչքան հանցագործություն կա, սա պիտի արշակի վզին փաթաթի։ Այստեղից ես ուզում եմ չթողել դա։ Ես ուզում եմ չթողել դա։ Որովհետև արշակը շատ ահավոր մի անձնավորություն է, շատ հրեշավոր, անփարոյական։ Եվ ինքը պիտի պատժվի միայն իր հանցանքների համար։ Արդարությունը դա է պահանջում, մենք չենք կարող արշակի վրա վերցնենք բարդենք ամեն ինչ, որպեսզի նրանք ազատվեն։ Ոչ, ես նախընտրեմ արշակը ավելի քիչ պատիժ ուտի, բայց իրենք ուտեն երկու եղբայր, Կտրիչ Ներսիսյանը եւ Եզրասը, ծածկանունով Կարո Լրտեսը Ներսիսյանը։ Նրանք ամբողջությամբ կրեն իրենց պատիժը, իսկ այդ իրենց պատիժը, իսկ իրենց պատիժը կլինի միայն մի ձև արդար, եթե Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի օրենքով դատվի եւ բանտում հայտնվի եւ հայ ազգը ուրախ զգա իրեն, իսկ Եզրաս Ներսիսյանը Կարոն գնա եւ դատվի Ուկրաինայում։ Մենակ այդ պարագայում հանգիստ կարող ենք շնչել եւ ասել արդարությունը տեղի ունեցավ։ Մնացածի հետ բոլորի հետ ես ասում եմ, երկար ցուցակ կա բարակ։ Թող ոչ մեկ չմտածի, որ դրանք խուսափելու են պատասխանատվությունից, ոչ։ Իհարկե, ոչ մեկը չի ուզում որևէ մեկին ճանապարհել եկեղեցուց, բայց պետք է գնան ապաշխարության, մարդիկ պետք է վերանային իրենց ապրած կյանքը, պետք է տեսնան իրենց սխալները ճանաչեն, պետք է հայտարարություն տարածեն, որ իրենք գործել են այդ մեղքերը, պետք է մեղագան հրապարակային ժողովրդի առաջ իրենց ծուխերից ներս, պետք է ասեն այս ամենի մասին։ Այսինքն այդ ընթացակարգերը մենք կձևակերպենք կարգով, շարքով այս բոլոր հարցերին իրենց պատասխանները կհնչեն։ Լինելու է լրիվ նոր արդար ատյան, կարգապահական։ Այդ ատյանը զբաղվելու է հոգևորականների, այս խուլիգանների նախ հարցերով եւ այդ բոլոր հոգևորականները, ովքեր որ ունեն իրենց վրա բծեր, հա, ովքեր որ ունեն տարբեր մեղքեր։ Այդ բոլոր մեղքերը, ես չեմ խոսում մարդկային տկարությունների մեղքերի մասին, չէ, ես խոսում եմ այն բացահայտ մեղքերը, որոնք աղերս ունեն եկեղեցական կանոնների հետ։ Այնանք բոլորը պիտի կանգնեն այս ատյանի առաջ եւ պիտի պատասխանեն եւ պիտի ուրեմն ընդունեն իրենց հանցանքները եւ պետք է գնան ճգնության, պետք է ապաշխարեն։ Հակառակ պարագայում նրանք չեն կարողանալու եկեղեցում շարունակել իրենց հոգեվոր առաքելությունը։ Նրանք կարտաքսվեն եկեղեցուց առհասարակ այդ դեպքում։ Կարտաքսվեն։ Մնալով օծումը չեն կարող ջնջել, կրկնում եմ, ոչ մեկի չեն կարող այդ օծումը վերցնել ջնջել։ Եթե կատարվել է օրինական պայմաններում։ Իհարկե եթե ճշտենք որ Ռիմայի
Մերոնով է օծվել էս մեկը կամ այն մեկը, ճշտենք դա։ Իհարկե դա շատ դժվար է լինելու ճշտել, դուք շատ լավ հասկանում եք, հա, քանի տարի անցել է այդ խայտարակությունից հետո։ Բայց բոլոր պարագայում, եթե դա բարձվի, իհարկե պետք է այդ հարցերը նաև ուսումնասիրի այդ ածյանը։ Բայց վերջի վերջով բոլոր հոգևորականները, ովքեր որ այս տարիների ընթացքում գործել են հանցագործություններ եւ մասնավորապես նրանք, ովքեր որ վերջին ժամանակաշրջանում հաճացել են, ովքեր որ ցեխ են շպրտել Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, մեր ժողովրդին ժեխ են անվանել, մեր երկրին ուրեմն ուզեցել են նսեմացնեն եւ ուզեցել են դավեր գործել պետության դեմ, ինքնիշխան պետականությունը կազմակերպելու սովետական նոր միություն, որը Ռուսաստանի Դաշնությունը երազում է, ուրեմն ստեղծել այդ դրա մեջ մտնելու իբրև գուբերնիա կամ չգիտեմ մի նոր հանրապետություն, չգիտեմ ինչ կարգավիճակով, բայց ամենայն դեպս դեմոնտաժել այս անկախ երկիրը, նրանք այդ մարմնի առաջ պատասխանատվություն պիտի ստանձնեն։ Բոլորը։ Ոչ մեկը չի խուսափի։ Ես դափոններ ունեմ, այսպես ասած ունեմ, ամեն նյութ ունեմ։ Արխային եղեք, ես ձեզ այստեղից հետևում եմ, բոլորիդ եմ հետևում, բոլորիդ։ Ասեցի գալու ենք ամեն մեկի հետևից։ Մարդ չի մնալու, որը պլստալու է։ Ավելի լավ մեզ հետ գործ ունենա, քան թե ազգային անվտանգության ծառայության կամ քննչական կոմիտեի կամ չգիտեմ։ Իհարկե ովքեր որ պետության դեմ ոչիրներ են գործել, նրանք պիտի կանգնեն արդարադատության առաջ, անխոսք։ Անխոսք պիտի նրանք արդեն պետական կառույցների հետ առնչվեն։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, ես կրկնում եմ, որ մենք յուրաքանչյուրս այսօր մեզ հաշիվ ենք տալիս, որ ժամանակը եկել է մեծ փոփոխությունների դրական, մեծ հեղափոխության, ես կասեմ մեծ հոգևոր հեղափոխության, ավելի ճիշտ այդ հեղափոխությունը դա մեր իրական արմատներին եւ բնականon ավանդական եկեղեցական կյանքի հունին վերադառնալն է։ Այս այն նկատի ունեմ, երբ որ ասում եմ մեծ հեղափոխություն։ Եվ բնականաբար գնահատականները պետք է ոչ մենակ հնչեն այս ձևաչափով, ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա հատուկ գիրք հրատարակել եւ ամփոփել ամփարունակ գործունեությունը Կտրիշ Ներսիսյանի այդ կլանի, որ այս շրջանում 26 տարի եկեղեցին խեղված է եղել, եկեղեցում չեն գործել քրիստոնեական եղբայրական սերը, ներողամտությունը, մարդասիրությունը, եղբայրասիրությունը, բարեպաշտությունը, չգիտեմ, ողորմածությունը, այս բոլորը չի եղել։ Եկեղեցում գործել է մաֆիա։ Կտրիշ Ներսիսյանի կտոյի մաֆիան է գործել եւ այդ մաֆիայով են իրենք վախացրել սաղին։ Կտրիշ Ներսիսյանը չի ապավինել Աստծո նախախնամությանը, չի աղոթել եւ չի հայցել սուրբերի բարեխոսությանը, չի փափագել պահպանությունը հեշտակների, նա ապավինել է միշտ կրիմինալի վրա, քրեաօլիգարխիայի վրա։ Նա միշտ ջեբկիրություն է արել, միշտ կողոպտել է, շողոքորտել է, կծնել է, կեղծավորությամբ, նենգությամբ մեծահարուստներից փողերը առնելու իր նպատակների համար։ Այսինքն դուք հասկանում եք ինչ սինդիկատ էր աշխատում 26 տարի։ Բայց ինչի են այդքան պատերազմ տալիս, ինչի են իրենց պատեպատ տալիս, ինչի են այդքան իրենց զգում այդպես մի ձևով, որովհետև ամեն ինչ իրենց ձեռից գնում է, սիրելի ժողովուրդ։ Ինձ մեկը խոսեցի մի հոգևորական հետ, ասեց դեր այդ դու ծայրահեղական ես։ Ես ծայրահեղական չեմ, սիրելի ժողովուրդ։ Ես ճիշտ եմ խոսում։ Ծայրահեղականությունը, երբ որ դու խոսում ես ուղղակի որ մարդուն թիրախավորելու ինչ որ մի նպատակ հետապնդելով։ Իմ նպատակը եկեղեցին մաքրելն է։ Ես ծայրահեղական եմ, եկեղեցին մաքրելու, այդպես եք անվանեք, եկեղեցին մաքրելու հարցում։ Այո, եկեղեցին պիտի լինի մաքուր, զուլալ, ամբից։ Աղոթքի տունն է, Աստծո տունն է։ Հիսուս Քրիստոսը մեր Տերը եւ կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ, որը օրինակ է հանդիսանում ամեն մեկիս։ Եվ ոչ մեկը որքան էլ ձգտենք, երբեք չեն կարողանալու հասնել, նույնիսկ սուրբերը չկարողացան այդ իրենց ապրած կյանքով վարկով հասնել։ Ինչ արեց տաճարում առևտրականները։ Առևտրականները սրանց համեմատ սրբեր են, ոնց անեց դուրս գցեց իրենց։ Բարկացավ։ Մեծ ավետարանը պարզ նկարագրում է։ Այ եթե դուք կոչում եք, ուրեմն այն ժամանակ Հիսուս Քրիստոսին էլ անվանեք ծայրահեղական։ Ուրեմն այո, ինչ վերաբերում է սրբությանը, ես ծայրահեղական եմ։ Չպիտի թփնա սրբությանը։ Մնացածը ինձ համար դա մեծ ցավ է, երբ որ ես ասում եմ, չկարծեք, որ ես չեմ ապրում այդ ցավը։ Ինձ համար ցավալի է, որ այս մարդիկ փաստորեն խայտարակել են եկեղեցականի կոչումը, մեր եկեղեցին, այլասերել են։
հեղինակազրկել են, որովհետև անդառնալի են այդ կորուստները։ Մեկ սերունդ է անհրաժեշտ առնվազն անցնի, որ սկսի վերականգնվել եկեղեցում նկատմամբ վստահությունը առաջվա այդ հարգանքը հոգևորականի նկատմամբ, չգիտեմ, համակրանքը եւ հեղինակությունը նորից վերականգնվի եկեղեցում։ Տեսնում եք ինչքան չար գործեր են արել այս մարդիկ։ Հետևաբար հոկտեմբերի 27-ի այս խայտարակ, ասում եմ խարանը երկու այդ ողբերգությունները ազատելու մեզ այս ամենից կարող է միայն մեկ բան, երբ տեսնանք ոչ մենակ վտարված այս չհոգևորականներին եկեղեցուց, այլ որ նրանք կանգնեն արդարադատության առաջ։ Սա իմ գերխնդիրն է, սիրելի ժողովուրդ։ Արդարությունը պետք է վերականգնվի մինչև վերջ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Կխնդրեմ շատ տարածեք, կսպասեմ ձեր գրառումներին, ձեր լայքերին, լայքերը անվճար են նյութը բարձրանալու համար։ Շնորհակալ եմ բոլոր YouTube-յան ալիքներին, ովքեր որ տարածում են իմ նյութերը եւ տասնյակ հազարներով իրազեկվում է հայ հասարակությունը մեր այս բոլոր խնդիրներից։ Ամեն։ Աչք նարարչական բազուկս պրճական սուրբ խաչը տերունական լինի ձեզ սպաբան այսում հետև մինչև հավիտյան ամեն։ Խաղ գիշեր բոլորին, կհանդիպենք նորից ուշ եւ կարողություն։